Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիի հրավերով հուլիսի 27-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Գարիկ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվել է Վրաստանում, այդ մասին տեղեկացնում է ՆԱԱԾ-ից։ Այցի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիի հետ, որի ընթացքում վրացական կողմը ներկայացրել է սահմանապահ ոստիկանության կառուցվածքը, հիմնական գործառույթները եւ գործունեության առաջնահերթ ուղղությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանային անվտանգության ապահովման եւ սահմանապահ գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ վերահաստատվել է համագործակցությունը շարունակաբար զարգացնելու պատրաստակամությունը։ Պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաեւ Վրաստանի ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Լևան Մայիսուրաձեի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են պարեկային ոստիկանության գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաեւ քննարկվել են Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի սահմանի անցման կետերում առաջացող հերթերի հետ կապված խնդիրները։ Պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի ներքին գործերի նախարարության հանրային անվտանգության եւ ոստիկանության ակադեմիա, ներկայացվել են ակադեմիայի կառուցվածքը, ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները, ժամանակակից ուսումնական ենթակառուցվածքները եւ վերապատրաստման հնարավորությունները, որտեղ վերապատրաստում են անցնում նաև սահմանապահները։ ՀՀԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Գարիկ Մուրադյանը այցի ավարտին շնորհակալություն է հայտնել Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիին հրավերի, ջերմ ընդունելության, արդյունավետ հանդիպումների եւ երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված կառուցողական քննարկումների համար։ Վրաստանի փոխվարչապետ արտաքին գործերի նախարար Մակաբո Ջորիշվիլին ճանաչողական հանդիպում է ունեցել Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Դիասի հետ։ Վրաստանի արտգործնախարարության հաղորդմամբ հանդիպման շրջանակներում քննարկվել են Վրաստանի եւ Միացյալ Նահանգների միջև հարաբերություններն ու համագործակցության հեռանկարները։ Կողմերը խոսել են առաջիկա քայլերի մասին եւ հաստատել հարաբերությունների հետագա խորացման պատրաստակամությունը, նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Լիբանանի անվտանգության ապահովմանը մասնակցելու Թուրքիայի պատրաստակամության մասին։ Ներկայիս միջազգային զորախմբի դուրսբերումից հետո Թուրքիան ցանկություն է հայտնում մասնակցել Լիբանանի ինքնիշխանության ապահովմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին։ Բնականաբար մեր աջակցությունը Լիբանանի զինված ուժերին անվտանգության ոլորտում եւս շարունակվելու է։ Անկարա մեկնելուց առաջ ԱՈՒՆ-ը հայտարարել էր, որ Լիբանանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունները զգալի ներուժ ունեն համագործակցության եւ քաղաքական փոխգործակցության ավելի բարձր մակարդակի հասնելու համար։ Թուրքիան կարևոր տարածաշրջանային տերություն է եւ զգալի կշիռ ունի միջազգային գործերում, նշել է Լիբանանի նախագահը։ Թուրքիայի նախկին վարչապետ եւ ընդդիմադիր ապագա կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն որոշել է հեռանալ ակտիվ քաղաքականությունից, իսկ նրա կուսակցությունը դադարեցնում է քաղաքական գործունեությունը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Դավութօղլուն որոշել է ավարտել իր քաղաքական կարիերան, իսկ ապագա կուսակցությունը, որը նա ստեղծել էր 2019 թվականին իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունից դուրս գալուց հետո, փաստացի դադարում է գոյություն ունենալ որպես ինքնուրույն քաղաքական նախագիծ։ Ահմեդ Դավութօղլուն զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը 2014-ից 16 թվականներին եւ եղել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենամերձավոր զինակիցներից մեկը։ Կառավարության ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո Արդարություն եւ զարգացում կուսակցության ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով նա ստեղծել է սեփական կուսակցությունը, որը հանդես էր գալիս իշխանությունների քննադատությամբ։ Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ ապագա կուսակցությունը չի կարողացել զգալի ազդեցության հասնել քաղաքական ասպարեզում։ Վերջին ընտրություններում կուսակցությունը մասնակցել է ընդդիմադիր դաշինքի կազմում, սակայն չի ստացել ընտրողների սպասված աջակցությունը։ Թուրքական պարբերականների տեղեկություններով Դավութօղլուի որոշումը պայմանավորված է երկրում ներկայիս քաղաքական իրավիճակով եւ կապված է կուսակցական նախագծի հետագա զարգացման հեռանկարների բացակայության հետ։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Իրանի ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին։ Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի եւ Իրանի միջև ռազմավարական բնույթ կրող հարաբերություններում, հատկապես ենթակառուցվածքային, այդ թվում էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում ծրագրերին։ Ընդգծվել է փոխկապակցվածության նոր նախագծերի իրականացմամբ ընձեռվող հնարավորությունների կարեւորությունը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է ստեղծված իրավիճակին, կարևորելով խաղաղության հաստատումն ու առկա խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքերը։ Արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ քննարկմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան օրակարգային հարցերի եւ ընթացիկ աշխատանքներին։ Մտքեր են փոխանակվել հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Համիդ Ղանբարին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։ Նախարարը շնորհակալություն է հայտնել օրերս Իրան կատարած այցի ընթացքում ջերմ ընդունելության համար։ Նախարարն ընդգծել է հարցերի այն լայն շրջանակը, որը քննարկվել է Իրանում եւ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան առաջիկայում ել ավելի խորացնել երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի փոխգործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ, տրանսպորտային եւ ճանապարհաշինության ոլորտներին վերաբերող հարցեր։ Խուդատյանն ընդգծել է, որ Հայաստանում շինարարական աշխատանքներում իրանական ընկերությունների ներգրավվածության ծավալը երբեք այսքան մեծ չի եղել, ինչը միայն ողջունելի է։ Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Իրան 400 կՎտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ընթացքին, ընդգծելով ծրագրի ռազմավարական նշանակությունը։ Հորմուզի նեղուցով նավագնացության ինտենսիվությունը սկսել է աճել չնայած մերձավոր արևելքում շարունակվող հակամարտությանը։ Դրա հետ մեկտեղ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ իր ռազմանավերով ուղեկցում է նավթի լցանավերի մի մասը։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը, վկայակոչելով նավերի հսկման տվյալներն ու Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի հետ հարցազրույցը։ Ռայթը հայտարարել է, որ նավթի արտահանումը շարունակվում է ամերիկացի զինվորականների կողմից նավերի ուղեկցման շնորհիվ։ Նրա խոսքով վերջին շաբաթվա ընթացքում նեղուցով օրական անցել է շուրջ 6.5 միլիոն բարել նավթ։ Ղրղստանի Չոլպոն աթաքաղաքում տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական դիմավորման արարողությունը, որը պետական այցով Ղրղստանում է։ Տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Ղրղստանի նախագահ Սադիր Ժապարովի դեմ առ դեմ հանդիպումը։ Ժապարովը Ադրբեջանի եւ Ղրղստանի միջպետական խորհրդի երրորդ նիստում հայտարարել է, որ Ղրղստանին եւ Ադրբեջանին միավորում են ընդհանուր պատմական արմատները, որոնք արտացոլվում են երկու ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգության մեջ։ Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը վստահորեն զարգանում է, ամրապնդում է իր դիրքերը միջազգային ասպարեզում եւ կարևոր դեր խաղում խաղաղության եւ կայունության ապահովման գործում։ Այսօր ձեր երկիրը ցուցադրում է տպավորիչ արդյունքներ, հետևողականորեն իրականացնում լայնածավալ բարեփոխումներ եւ վճռականորեն պաշտպանում իր ազգային շահերը։ Ադրբեջանի եւ Ղրղստանի միջև ստորագրվել է դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիր։ Դաշնակցային հարաբերությունները շատ մեծ պատասխանատվություն են, ասել է Ալիևը։ Այսօր մենք եւս մեկ անգամ ցույց տվեցինք մեր համագործակցության ամրապնդման միջպետական հարաբերությունները բարձրագույն մակարդակի բարձրացնելու գործում ձեռք բերված առաջընթացը։ Դաշնակցային հարաբերությունները շատ մեծ պատասխանատվություն են եւ մենք պատրաստ ենք այս պատասխանատվությանը։ Մենք կշարունակենք աջակցել միմյանց բոլոր ջանքերում, միջազգային հարթակներում, առևտրում եւ տնտեսությունում, ինչպես նաեւ անվտանգության ամրապնդման գործում։ Ալիևը Ժապարովին հրավիրել է պետական այց կատարել Ադրբեջան իր համար հարմար ժամանակ։ Վրաստանի գլխավոր դատախազ Գեորգի Գվարագիձեն Ադրբեջան պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը եւ Վրաստանի պատվիրակության անդամները։ Ադրբեջանի վարչապետի հետ հանդիպմանը կողմերը խոսել են երկու երկրների իրավասու գերատեսչությունների միջև առկա սերտ եւ արդյունավետ գործակցության մասին։ Հանդիպմանը նշվել է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի միջև առկա բարեկամական եւ գործնական հարաբերությունները նպաստում են արդարադատության ոլորտում սերտ համագործակցությանը։ Ընդգծվել են Վրաստանի եւ Ադրբեջանի դատախազությունների միջև գործակցության հատուկ ձեռքբերումները եւ պատրաստակամություն է հայտնվել ապագայում ել ավելի խորացնելու փոխգործակցությունը։ Վրաստանի գլխավոր դատախազ Գեորգի Գվարագիձեն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի վարչապետին եւ գլխավոր դատախազին հյուրընկալության համար եւ նշել, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության հետ սերտ գործակցությունը կշարունակվի նաեւ ապագայում։ Ալիևը նույնպես շնորհակալություն է հայտնել Գվարագիձեին երկու երկրների միջև առկա արդյունավետ իրավական համագործակցության համար։ Մարոտ Հարվերդյան, Հարևաններ։